Քաղաքական կոմիտեում, այստեղ նաև պարոն Կարապետյանն է, նախ ինչ գնահատական կտակ երեկվանից նրա դեմ սկսված արշավին։ Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին, համաձայն լինելով այն իրադարձություններին, որը հիմա կատարվում է։ Այդքան բան, ուզում ենք մի վայրկյան շուտ իրան ազատության մեջ տեսնենք ու համաձայնեմ իր ամեն մի ասած տառը։ Ասում են սահմանադրական կարգի տապալման մեջ են նրան մեղադրում Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին Իսկ որ տասնամյակներով ինքը հայ մեր կողքն է եղել, դրա մասին չենք ուզում խոսալ։ Մենք իրավաբանությունը չենք հասկանում, մենք չգիտենք այն ինչ որ դուք ասում եք, մենք գիտենք մի բան, որ մենք եկել ենք մեծանուն հայի կողքը լինելու համար, մարդ, որը որ տասնամյակներով եղել է մեր երկրի անկախության պատերազմի եւ այսինքն մեր համար համարժեք է Քրքրքորյանը եթե կենթանի լիներ իր այսպես շուտի բան կատարվեր մենք կլինենք իր կողքը զուտ ես մեծանուն հայի կողքը այսինքն մենք ոչ իրավաբան չենք մենք ոչ բան մենք զուտ եկել ենք մեր մեծանուն հայի կողքը լինելու այդքանը այսինքն դուք կիսում եք իր բոլոր ասածները որը նա երեք եկեղեցու վերաբերյալ ինչ ասելա կիսում եմ այո մենք անկեղծ ասած այդպես ուշադիր չենք եղել մեր ուշադրությունը գրավել է այն փաստը, որ մեծանուն հայը այսօր գտնում է կարելի ասել անազատության մեջ։ Ու մենք եկել ենք այդ աջակցությունը հայտնենք, թե մենք այդքան շատ չենք խորացել, ամեն ինչի մեջ չենք կարդացել, որովհետև այդպես ապակաղակականացված ենք, բայց քաղաքականությունը ընդհանրապես կապ չունի, ռազմիկի ներկայությունը դա ժեստ է, նորից եմ ուզում կրկնել, մեծանուն հայի կողքին լինելը, դա մեր համար զուտ պատահականություն է։ Վերջին շրջանում եկեղեցու նկատմամբ իշխանության կողմից նման օրինակ դրսևորումները ինչպես եք գնահատում։ Ես կարծում եմ պարոն Կարապետյանի մոտեցումը, եթե ես նրա ասածի հետ համաձայնեմ, այդ ամեն ինչ ասում է։ Ես միայն իրան եմ լսում։ Չգիտեմ, կարծում եմ այո։ Կարծում եմ այո, հասը կարողանում է ասել եկեղեցու ազգի ոչ թե ինչ-որ պրինցիպների կամ քաղաքական ինչ-որ ուղղվածությունների վրա բացասակ։ Մերսի շատ։ Շատ շնորհակալություն։